Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանում։ Օրվա հյուրը դերասան, բեմադրիչ Վարդան Մկրտչյանն է։ Վարդան Մկրտչյան, դերասան, բեմադրիչ։ Ծնվել է 1982 թվականին Երևանում։ 1999-ից 2003 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, Սոս Սարգսյանի արվեստանոցում։ 2006 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ասպիրանտուրան, գիտական թեզը պաշտպանելով Հենրիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ 2000-ից 2008 թվականներին որպես դերասան աշխատել է Համազգային, իսկ 2001-ից 2008 թվականներին Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոններում։ 2006-ից 2017 թվականներին դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 2009-ից 2017 թվականներին եղել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն, իսկ 2017 թվականից ղեկավարում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ 2008 թվականին համայնքային կապեր ծրագրի շրջանակներում Վարդան Մկրտչյանը Բոստոնում և Նյու Յորքում մասնակցել է թատրոնի կառավարում ծրագրին։ 2008-ից 2009 թվականներին դարձել է GFDP ծրագրի հաղթող և վերապատրաստման կուրսեր անցել Ֆլորիդայի պետական համալսարանում արվեստների կառավարում մասնագիտությամբ։ 2007 թվականին արժանացել է Արտավազդ Հայաստանի ամենամյա թատերական մրցանակի։ Բարձր վարպետության, ինչպես նաև մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար 2022 թվականին Վարդան Մկրտչյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչումը։ Ողջույն, սիրելի աշակերտներ, ողջունում եմ շատ այս ձևաչափը քո արվեստը դպրոցում և շատ կարևոր է և շատ ողջունելի է, երբ որ տարբեր արվեստագետներ, մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրում են արվեստի աշխարհին, իրենք գան դպրոց և սկսեն մի կարևոր երկխոսություն։ Որովհետև երկխոսությունը հենց այն ձևաչափն է, որով հնարավոր է հասնել նոր գաղափարների, նոր ճշմարտությունների, նոր բացահայտումների։ Եվ ուրեմն այս առումով մշակութային որևէ կառույցի, դա կլինի թատրոն, դա կլինի կինո, կլինի երաժշտություն, ցանկացած ոլորտ վերցրեք։ Եվ մենք, և դուք ունենք կարիք երկխոսելու, որի նպատակն է ի վերջո ստեղծել ավելի գեղեցիկ և ավելի հետաքրքիր ապագա։ Ես թատրոնի մարդ եմ։ Ես ծնվել եմ դերասանի ընտանիքում, ինքս առաջին հերթին դերասան եմ, հետո քննադատ, հետո արվեստի կառավարիչ, հետո բեմադրիչ, որովհետև ես ուզեցի գնալ և թատրոնը սովորել բոլոր կողմերից։ Ես ղեկավարում եմ Հայաստանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Սա մեր պետական կարգավիճակ ունեցող առաջին թատրոնն է, որ հիմնադրվել է 1921 թվականին։ Ես այսօրվա մեր հանդիպումը, այսօրվա զրույցը կուզեմ առավելապես կառուցել 3 հիմնական թեմաների վրա։ Նախ, ինչ է թատրոնը, ընդհանուր առմամբ, ինչ է դերասանի արվեստը, հարաբերությունները և մասնագիտական կողմնորոշումը դերասանի արվեստի
բեմադրիչի, ընդհանրապես թատերական գործունեության վերաբերյալ, որովհետև դուք այսօր մի հրաշալի տարիքում եք, որ եւս մի քիչ եւ արդեն պիտի կանգնեք մասնագիտական ընտրության առաջ։ Ու չեմ կասկածում, որ ձեր մեջ անպայման կլինեն մարդիկ, ովքեր կուզեն լինել թատրոնում։ Բայց նախ եւ առաջ պետք է հասկանան, թե ինչ է դա։ Երբ որ մենք ասում ենք թատրոն, ես շատ հաճախ եմ նկատել, որ մեր հասարակության մեջ այս բառի, այս երևույթի թյուրըմբռնում կա։ Երբ որ ասում ենք դերասան, դերասանություն, այս բառի թյուրըմբռնում կա բացասական իմաստով։ Եվ այս ամեն ինչը կարող եմ ասել, որ վերջին երևի թե 30 տարիների ընթացքում սկսեց խարխրվել այս թյուր ընկալումը։ Բայց ես ուզում եմ մենք հասկանանք, թե դա ինչ է։ Թատրոն երևույթը ինքնին առաջացել է մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում, 6-5-րդ դարերում, այս ընթացքն է, երբ ձևավորվում է հունական առաջավոր քաղաքներում, ձևավորվում է պրոֆեսիոնալ թատերական համակարգ։ Սա ինչ է ենթադրում։ Բազմաթիվ մեկնություններ դուք կարող եք լսել ամենատարբեր տեղերից, թե ինչպես առաջացավ թատրոնը, ինչ նպատակով, ես ունեմ իմ տեսակետը հենվելով իմ փորձառության գիտելիքների վրա։ Թատերական համակարգերը ժամանակի ընթացքում փոխվում են, անշուշտ փոխվում են։ Համակարգերը կարող են վերանալ, նոր համակարգեր կարող են ստեղծվել, բայց երևույթը, մուն նպատակը կարծես թե մնում է նույնը։ Դուք ինձ չեք կարող ցույց տալ աշխարհում մի զարգացած երկիր, որ չունենա լավ թատրոն։ Եվ թատրոնը, թատերական արվեստը կարծես դառնում է քաղաքակիրթ մշակույթ կրող որևէ երկրի չափանիշը։ Տեսեք, մենք ասում ենք օպերան երկրի գլխավոր թատրոն։ Եթե չունես օպերա, ինչպես կարող ես լինել մայրաքաղաք, ինչպես կարող ես ունենալ երկիր, եթե չունես լավ թատրոն, եթե չունես լավ մշակութային հաստատություններ։ Երբևէ պատկերացրել եք մի երկիր, որը ունենա միայն գործարաններ։ Երբևէ պատկերացրել եք մի երկիր, որն ունենա միայն արտադրություն, միայն գյուղատնտեսություն, միայն նյութական ինչ-որ բաներ, պատկերացրել եք, նման ժողովուրդ, նման երկիր, անհնար է։ Այսինքն այս ինստիտուտները, մշակութային այս կառույցները որևէ ժողովրդի զարգացվածության, քաղաքակրթության չափման միավոր են։ Պատահական չի, որ Հովհաննես Թումանյանը ասում է Շեքսպիրի թարգմանությունը ազգերի համար քննություն է, լեզվի համար քննություն է, թե ինչ չափով է քո լեզուն կարողանում կրել այդ հանճարեղ անգլիացու միտքը։ Ուրեմն թատրոնը, թատերարվեստը նախ եւ առաջ առաջադեմ մտածողության մի վայրն է։ Մինչդեռ մենք շատ հաճախ մտածում ենք, դե թատրոնն է էլի, դե դերասանությունն է էլի, չէ՞, մեկ էլ երբեմն նայում եմ հեռուստացույց ու զարմանում, մի քիչ ապշում, մի քիչ տխրում, հետո ջղայնանում, որ օրինակ, մեկը կարող է մի երևույթ տեսնի, ասի դերասանություն է անում, որպես վատ օրինակ։ Մինչդեռ դերասանությունը այնքան էլ հեշտ մասնագիտություն չէ, այնքան էլ պարզ չէ, ինչքան կարող է թվալ։ Երբեմն մենք նայում ենք ֆիլմ, նայում ենք ներկայացում եւ ասում ենք, ես էլ կարող եմ անել։ Բայց ամենափոքրիկ խնդիրն անգամ պրոֆեսիոնալ մակարդակով կատարելու լրջագույն խնդիր ունենք։ Ինչ է անում դերասանը, ինչ է սովորում դերասանը, ինչ է սովորում արվեստի մարդը եւ որն է արվեստի մարդու սովորելու ուսման նպատակը։ Արվեստի մարդու սովորելու եւ ուսման նպատակն է առավելապես խորացնել իր գիտելիքը
մարդ երևույթի, հոգեբանական դրսևորումների եւ բազմաթիվ հարցերի շուրջ։ Դպրոցում, բուհում մենք նույնպես սովորում ենք։ Մենք սովորում ենք ձևակերպումներ, մենք սովորում ենք տեխնիկական կատարելություններ, մենք սովորում ենք արդեն փորձված, փորձաքննություն անցած բազմաթիվ բաներ, սա անհրաժեշտ է, բայց ուսանելու process-ը մենք երբեք ու երբեք չենք դադարեցնում։ Ուրեմն դերասանը, արվեստագետը, դրամատուրգը, ռեժիսորը նրանք այն մարդիկ են, ովքեր ապրելով հասարակության մեջ ըստ էության փորձում են այդ հասարակության բոլոր շերտերը թափանցել, հոգեբանական բոլոր տիրույթներում լինեն, որպեսզի արդեն անցկացնելով իրենց գիտելիքի, իրենց պրիզմայի միջոցով կարողանան ստեղծել այն հավաքական կերպը, որը կարող է արդեն դառնալ կերպար, դառնալ օրինակելի, դառնալ լսելի, տեսանելի եւ այդպես շարունակ։ Կան ձեր մեջ մարդիկ, ովքեր երբևէ ցանկացել են լինել հայտնի դերասան։ Հրաշալի, մի քիչ ավելի բարձր ձեռքերը բարձրացրած։ Ելովա ցանկացել լինել հայտնի դերասան։ Հրաշալի։ Կա մարդ, որ ցանկացել է լինել դերասան, բայց ոչ հայտնի։ Սա շատ լավ համեմատություն էր։ Կա մարդ, որ պարզապես ցանկացել է դերասան լինել, ոչ հայտնի, ոչ անհայտ, ուղղակի։ Ահա։ Մենք տեսնում ենք, որ հայտնի լինելը գերակշռող է։ Ինչու՞։ Որովհետև այս մասնագիտությունը ունի շփոթելու հատկություն։ Շատ լավ շփոթում է ինքը։ Մենք նայում ենք հեռուստացույցով, թե ինչպես մի աղջիկ, մի կին կամ մի տղամարդ շատ լավ պատրաստված, հագնված, կարմիր գորգի վրա քայլելով, ծափերով, ծաղիկներով, եւ մենք ուզում ենք լինել այդպիսին։ Մենք ուզում ենք վայելքի հատվածին մոտենալ։ Կոպիտ ասած մենք նման ենք մի մարդու, ով մտել է մի այգի, որտեղ մի այգեպանը ամբողջ տարին տանջվել ստացել է բերք եւ մեզ շատ հաճելի է մտնել եւ ուտել այդ բերքը։ Պետք է հետ գնալ։ Պետք է գնալ դեպի տարվա սկիզբը եւ տեսնել, թե այդ բերքը, որը շատ գեղեցիկ շողշողում է ծառի վրա, ինչպես է դարձել այն, ինչ դարձել է։ Այստեղ սկսվում է իրականությունը։ Այդ կարմիր գորգերից, այդ ծափիկներից, այդ ծիծաղներից, այդ ծաղիկներից, այդ ամեն ինչից են կողմ, կա ամենօրյա ծանր աշխատանք։ Ամեն օր ընդ որում սկսում ենք աշխատել 0 կետից։ 0 կետից, ինչու, որովհետև մենք չգիտենք ով է վաղվա մեր կերպարը։ Մենք չգիտենք հաջորդ ներկայացման մեջ մենք ինչ խնդիր ունենք լուծելու, ինչ բարդության խնդիր ունենք լուծելու։ Օրինակ պատկերացրեք մի դերասան, որ խաղում է մի թագավորի դեր, եւ այդ թագավորը լրջագույն ապրումների մեջ է։ Երկիր է կորցնում, ընտանիք է կորցնում, պատերազմում է, հաղթում է, պարտվում է։ Այս ապրումները հենց այնպես ապրումներ են, ոչ։ Այս ապրումները հնարավոր է, չգիտակցելով ինչ որտեղ երևակայական ապրման միջոցով անցկացնելով, առանց դրա կարելի է խաղալ, ոչ։ Ուրեմն դերասանությունը, երբ որ շատ հաճախ շատերը չհասկանալով փորձում են իրոնիկ մոտեցում ցույց տալ, դա այնքան էլ ճիշտ չէ։ Դա այնքան էլ տեղին չէ։ Սա աշխարհի ամենաբարդ մասնագիտություններից մեկն է։ Դերասանի մասնագիտությունը այն մասնագիտությունն է, որտեղ մարդը որպես գործիք ունի իր մարմինը։
իր ձայնը, իր մարմինը, եւ սրանք նույնպես ամենօրյա խնամքի կարիք ունեն։ Ջութակահարի գործիքը հստակ է։ Դաշնակահարի գործիքը հստակ է, կիթառահարինը հստակ է, բոլորինը շատ հստակ է։ Դերասանինը ինքն է իր մեջ։ Եվ ինքդ քեզ մշակելու, ինքդ քեզ վրա աշխատելու process-ը եկեք խոստովանենք, որ ամենահեշտերից չէ։ Որովհետև երբ մենք դիպչում ենք ինքներս մեզ, առաջին բանը, որ մենք ունենք գիտակցաբար կամ ենթագիտակցաբար, պաշտպանվելն է։ Դժվարությանը հանդիպելու առաջին իսկ վայրկյանից։ Եվ իհարկե շահում են նրանք, ովքեր կարողանում են հաղթահարել այդ բարդ process-ը։ Ուրեմն սա ընդհանուր առմամբ, թե ինչ ասել է մասնագիտությունը, մասնագիտական կողմնորոշումը։ Հայկական թատրոնը, հայկական պրոֆեսիոնալ թատերական համակարգը ձևավորվել է 19-րդ դարի առաջին կեսին։ 50-ականներից դեպի 60-ական թվականները սա այն հիմնական ժամանակաշրջանն է, երբ ձևավորվում է պրոֆեսիոնալ հայ թատրոնը եւ ձևավորվում է այսօրվա Հայաստանի Հանրապետությունից դուրս տարածքում։ Հիմնականում Թուրքիայի տարածքում եւ Վրաստանի տարածքում։ Ստամբուլ եւ Թիֆլիս։ Ահա այն հիմնական հենակետերը, որոնք հետագայում դառնում են այսօրվա մեր հանրապետության առաջին պետական թատրոնի հիմնասյունը։ Եվ 21 թվականից սկսած մենք կարող ենք ասել, որ մենք ունենք պետական ինստիտուտ, իբրև թատրոն, որը ունի անընդմեջ կյանք, որ ունի շատ հարուստ կյանք, որ ունեցել է առանց չափազանցության եւ առանց ավելորդ պաթետիզմի իր ստեղծման օրվանից համաշխարհային լավագույն թատերական ուժերի հետ մրցունակ համահավասար ստեղծագործական կազմ։ Իմացեք մի բան, որ թատրոնի ճանաչողությունը, թատրոնի ընկալումը չպիտի տեղի ունենա միայն եւ միայն ներկայացում նայելու սոցիալական այդ ակտով, գործողությամբ։ Ես ունեմ աբոնեմենտ կամ ես ունեմ տոմս, ես գնացի, նայեցի ներկայացումը, հավանեցի կամ չհավանեցի, գնացի։ Չէ։ Թատրոն կարելի է գնալ մինչև ներկայացումը։ Թատրոն կարելի է գնալ նախապես պատրաստված, օրինակ, պիեսը կարդացած, պիեսի մասին որոշակի հետազոտություն կատարած, այլ բեմադրություններ ուսումնասիրած։ Եվ երբ որ արդեն պատրաստված ես գնում թատրոն, դու այնտեղից վերցնում ես շատ ավելին, քան դու ուղակի գնում ես տվյալ ներկայացումը նայելու։ Երբ որ գնում ես ուղակի առաջին անգամ տվյալ ներկայացումը նայելու, դու ընդամենը ծանոթանում ես ինչ որ հատվածների։ Բայց երբ որ դու գնում ես պատրաստված, դու անկասկած վերցնում քաղում ես շատ ու շատ ավելին։ Ես էլ եմ շատ հետաքրքրված այս մասնագիտությամբ, թատրոն, արվեստ, դերասանություն եւ կուզեմ մի փոքր պատմեք, թե ինչպես որոշեցիք, որ այս մասնագիտությունն եք ընտրելու, ինչպես գտաք ձեզ այս մասնագիտության մեջ։ Ես ծնվել եմ դերասանի ընտանիքում, իմ հայրը իր ամբողջ կյանքում աշխատել է Պարոնյան թատրոնում, Վանիկ Մկրտչյանը։ Իմ մայրը եղել է երգչուհի, հայ ազգային, ազգագրական երգերի հիանալի կատարող, ով շատ երկար համագործակցել է Հայրիկ Մուրադյանի, այնուհետև Մարո Մուրադյանի ստեղծած ակունք ազգագրական անսամբլի հետ։ Եվ այսպես է եղել մեր ընտանիքում, երեխա ժամանակ մենք կամ թատրոնի կուլիսներում էինք, կամ համերգասրահի կուլիսներում։ Այսինքն այս ամեն ինչը խմորվել է անկախ իմ կամքից։ Ես աչքերս բացել եմ եւ տեսել եմ այդ միջավայրը,
այդ ընկերները, արվեստագետներ եւ այսպես շարունակ։ Բայց դա պարտադիր պայման չէ որևէ մեկի համար լինել այդ միջավայրում եւ դառնալ այդ մասնագիտության տերը եւ հակառակը, չլինել այդ մասնագիտության միջավայրում, բայց դառնալ այդ մասնագետը։ Սա հետագայում կամաց խմորվել է։ Վերջնական որոշումը եղել է այսպես կամ կոնսերվատորիա, կամ թատերական ինստիտուտ, թատերական ինստիտուտը ի վերջո եղավ վերջնական որոշման այդ պահի ուրեմն կետը, բայց տեսեք, երբ որ ես դերասանի վարպետություն սովորեցի, իսկ ես սովորել եմ Սոս Սարգսյանի կուրսում։ Նա մինչև մեր ժամանակները հասած մեծագույն խոշորագույն արտիստն է, առանց չափազանցության։ Ոչ թե նրա համար, որ իմ ուսուցիչն է եղել, այլ դա այդպես է։ Բայց դերասանական կուրսը ավարտելուց հետո ես հասկացա, որ իմ մեջ ինչ-որ բան կիսատ է։ Հետո ես գնացի ասպիրանտուրա Հենրիկ Հովհաննիսյանի մոտ, որտեղ ուսումնասիրեցի արվեստաբանություն եւ ավելի գիտական միջավայրում հայտնվեցի։ Դրանից հետո ես դարձյալ զգացի, որ ինչ-որ բան ինձ մոտ կիսատ է մնում։ Շարունակեցի ուսումը Միացյալ Նահանգներում, որտեղ առավելապես ուսումնասիրեցի արվեստի կառավարման հիմունքները, որից հետո արդեն նաև սկսեցի զբաղվել ռեժիսուրայով։ Այսինքն թատրոնը ինքը հասկանալու համար, տեսեք, ես մի բան կարող եմ հաստատ փոխանցել ձեզ իմ փորձից։ Հնարավոր չէ միայն գրքի միջոցով, հնարավոր չէ միայն պրակտիկ կյանքի միջոցով, դա պետք է անընդհատ խառնես, խմորես եւ ժամանակի քննության մեջ հասկանաս, արդյոք դա քո տեղն է եւ արդյոք դու ունես անելիք այնտեղ թե չունես։ Եթե ես գնում եմ թատրոն ուղղակի փող աշխատելու, ավելի լավը չգնամ։ Եթե ես գնում եմ թատրոն ուղղակի այսինչ դերի համար, ավելի լավը չգնամ։ Սա մի տեսակ քո էության եւ քո կյանքի մի դաշինք է, որտեղ դու պարտավոր ես լինել ազնիվ։ Դուք հենց հանդիպման սկզբում նշեցիք, որ թատրոնը հիմնադրվել է դեռ մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում, ու մինչ այսօր զարգանում է թատրոնը, ձեր կարծիքով թատրոնը այն ժամանակ էր ավելի հեշտ եղել բեմադրել, ցույց տալ, թե այս մեր օրերում։ Տարբեր համակարգերի մասին ենք խոսում, ես չեմ կարող ասել զարգացել է, որովհետև թատրոնի զարգացումը երբեք միագիծ չի լինում։ Կարող ենք ասել հետևյալը, որ յուրաքանչյուր ժամանակաշրջանի արվեստագետը ի վերջո իր հասարակության եւ իր ժամանակի հույզերի, ապրումների, մտածողության հիմնական արտահայտողն է։ Այնպես որ դժվար է ասել այն ժամանակին չէր եւ այսօր համեմատությունն ինչ է, գնալով իհարկե ամեն ժամանակաշրջան եւ ամեն ժողովուրդ բերում է իր պահանջները եւ բնականաբար արտահայտչաձևերն էլ փոխվում են։ Կարող պատմել ձեր ռեժիսորական կյանքից։ Կարող եմ ասել, թե ինչպես սկսվեց, որ ես հասկացա, որ ես կարող եմ նաեւ զբաղվել ռեժիսուրայով։ Տարիներ առաջ, երբ մենք սովորում էինք թատերական ինստիտուտում, Սոս Սարգսյանը օրերից մի օր իրականացնում էր փորձ, ռևիզոր պիեսի փորձն էր դա, եւ այդ տեսեք մենք խոսում էինք արտիստից, թե ինչպես պիտի արտիստը, դերասանը կարողանա հոգեբանությունը կարդալ, չէ, հասկանալ մարդու էությունը։ Սոս Սարգսյանը ժամանակ առ ժամանակ այդ ընթերցանությունների ընթացքում, իսկ մենք պիեսի բեմադրությունը մեզ մոտ բաժանվում է փուլերի։ Նախ նստում ենք սեղանի շուրջ եւ կարդում ենք։ Սա կոչվում է աշխատանք սեղանի շուրջ։ Այդ ընթացքում ինքն սկսեց հարցեր տալ։ Շատ հարցեր տալ, օրերից մի օր մենք եկանք, այն ժամանակ ինքը թատերական ինստիտուտի ռեկտորն էր,
Սոս Արտաշեսովիչը նստած սեղանի գլխին, մենք նստեցինք, վեր կացավ փորձի սկզբից, ասեց նստիր էստեղ և ղեկավարի փորձը։ Մի որոշ ժամանակ հետո Երվանդ Ղազանչյանը Պարոնյան թատրոնում, ես այդ ժամանակ խաղում էի Չարենց, Պարոնյան թատրոնում, ասում էր, խնդրում եմ էլի միշտ ինձ մոտեղի, և ինչ որ ես հուշում էի, ինքը ներառում էր բեմադրության մեջ։ Հետո նույնը պատահեց ինձ հետ Ալբերտ Մկրտչյանի հետ, երբ որ մենք նկարահանեցինք, վերջացրեցինք Տխուր փողոցի լուսաբացը ֆիլմը, ես այնտեղ խաղում էի գլխավոր հերոսներից մեկը։ Ֆիլմի հիմնական պրոցեսից հետո սկսվում է մոնտաժի պրոցեսը։ Մոնտաժը առանց ինձ ուղղակի չէր սկսում։ Եվ ես հասկացա, որ ես գնում եմ այդ ճանապարհով։ Ես ոչ միայն տեղավորվում եմ իմ կերպարի գործառույթի մեջ, այլ ես իմ հայացքը ավելի մեծացնում եմ։ Ես տեսնում եմ ամբողջ պարտիտուրը։ Երաժիշտները ունեն, չէ՞, ունեն պարտիա և պարտիտուր։ Այսինքն դու կարող ես հետևել քո գծին և կարող ես հետևել բոլորի գծին։ Սա պիտի լինի ինքնաբուխ, ինքնին պիտի լինի։ Ես շատ հաճախ չեմ հասկանում, թե գալիս են օրինակ երիտասարդ մարդիկ 17-18 տարեկան և գալիս են ռեժիսոր լինելու։ Ես սա չեմ հասկանում։ Ռեժիսուրան իբրև մասնագիտություն նույնպես հասունացել է, ինքը 20-րդ դարի երևույթ է։ Մինչ այդ, այսպես ասենք, տեսեք դուք էլ հարցը տվեցիք, չէ, Հունաստանի հետ կապված, դերասանը, գլխավոր դերասանն է ստանձնել ռեժիսորի դերը։ Հետո այդպես ժամանակ առ ժամանակ փոխվել է, հետո դրամատուրգն է ստանձնել այդ դերը եւ այլն, մինչև 20-րդ դարում ինքը որպես մասնագիտություն առանձնացավ։ Բայց սրան հասնելու համար պիտի տիրապետես մասնագիտության այլ հարթություններին, որից հետո կարող ես նաև տեսնել ամբողջը և զբաղվել այն ճարտարապետությամբ, որ կոչվում է ներկայացման ստեղծագործություն։ Արդյոք եղել է այդպիսի դեպք, որ հրաժարվեք թատրոնից։ Ես անկասկած եղել են շատ բարդ իրադրություններ, անկասկած։ Անկասկած եղել են շատ ցավոտ իրադրություններ։ Անկասկած եղել են երբեմն անելանելի թվացող իրադրություններ։ Բայց ես երբեք չեմ մտածել հրաժարվելու մասին և այստեղ պիտի հիշեմ Շարլ Ազնավուրին։ Երբ որ ասում են չի լինում ձեր կյանքում այսքան հայտնի մարդ եք, այսքան դուք Շարլ Ազնավուրն եք, երբևէ չեք հիասթափվել, ասում է երեկոյան այո, առավոտյան ոչ։ Երեկոյան, երբ որ դու այդ ամբողջ պրոբլեմները կրում ես, ես շփվում եմ դաշտի բոլոր ձեզ հայտնի և անհայտ մարդկանց հետ, պարզ է, որ այդ շփումների մեջ ավելի շատ կարող ես հավաքել նաև բացասական և խնդրահարույց բեռ։ Բայց չէ, որ առավոտը բացվում է և դու սկսում ես հետևելը քո կոչմանը, քո էությանը։ Եվ սա էր իմ պատասխանը ձեզ։ Եվ բոլորովին վերջերս մենք կիրանցում էինք մեր սահմանային բուն սահմանի վրա գտնվող գյուղում, մտանք դպրոց, որտեղ պատի վրա գրված էր լավ սովորիր, որ լավ ապրես։ Այս կարգախոսը շատ պարզ, շատ ուղիղ ձեզ հուշում է մի բան։ Երբ որ շատ ես սովորում, դու սովորում ես նաև հիասթափությունների, խնդիրների առաջ ծնկի չգալու այդ հատկությունը։ Եվ պարտադիր չի, որ դու սովորես քո օրինակով, քո օրինակը անպայման կգա կյանքում։ Անպայման կգա, բայց դու իմացիր, ինչ կարող է գալ, որ ավելի լավ կարողանաս հաղթահարել։
Մեր զրույցը այսօր եղավ Վարդան Մկրտչյանի հետ։ Շատ շնորհակալ եմ այսպիսի հիանալի հանդիպման համար։ Շատ հաճելի հանդիպում ունեցանք այսօր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հաղորդման կազմակերպիչներին։ Շատ հաճելի էր լսել Վարդան Մկրտչյանի խոսքերը։ Ուրախ եմ, որ դուք մեզ հրավիրել եք այս ներկայացմանը։ Շատ բովանդակալից, հետաքրքիր եւ հասկանալի հանդիպում էր։ Շատ ինֆորմացիա քաղեցի Վարդան Մկրտչյանի հետ զրույցից։ Կային մարդիկ, ովքեր իրենց մտքերը փոխեցին եւ նրանք ցանկացան դառնալ արվեստագետ։ Այս հաղորդումից հետո ես ավելի խորը ճանաչեցի թատրոնը եւ հենց ապագայում գուցե դա դառնա իմ ճանապարհը։ Դրան շնորհիվ մենք կարող ենք ընտրել ճիշտ մասնագիտություն, որը կապված է թատրոնի հետ։ Այս մեկ ժամվա ընթացքում ես մեծ կարծիք ձևակերպեցի դերասանների մասին եւ նրանց աշխատանքի մասին։ Մեր դպրոցը արդեն 4-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս հաղորդմանը եւ ես կուսենամ, որ սա շարունակական լինի։ Շատ շնորհակալ եմ, որ հանդիպումը կազմակերպեցին։ Շատ բովանդակալից զրույց ունեցանք։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Գույներ, Լուսաբաց, թե մայրամուտ։ լուսաբաց, Սուրճ, թե թեյ։ սուրճ, Ինքնաբուխություն, թե պլանավորում։ ինքնաբուխություն, Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ լռություն, Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ անտառ, Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ Աստվածաշունչը, Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ Գրիգոր Նարեկացի, Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ եւ Ժամանակակից, թե դասական արվեստ։ դասական, Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ երկուսն էլ, Որն է արվեստագետի գերբնական ուժը։ ճշմարտասիրությունը, ճշմարտակենտրոնությունը, Առանց ինչի չեք կարող ստեղծագործել։ սիրո, հավատի, Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ նվիրում, Որն է ձեր կյանքի կարգախոսը։ ապրել ու ապրեցնել, Ինչն է ավելի կարևոր։ Ձևը, թե բովանդակությունը։ առանց մեկի մյուսը անիմաստ է, Ինչն է ավելի դժվար։ Խոսել, թե լռել։ լռել, Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ ստեղծագործություն հանուն խաղաղության,